Առաջիկայում կան ընտրությունները, խնդրեմ գնացեք, մասնակցեք ընտրություններին, ցույց տվեք, որ դուք եւս քաղաքական դաշտում ներկա եք։ Հասարակական գործիչ Բորիս Մուրազին վաղ շաբաթ խոշորացված համայնքի ընտրությունների տեղն է ցույց տալիս այն ուժերին, որոնք իրենց տեսնում են ապագա խորհրդարանում ու նեղսրտել են, որ Ռոբերտ Քոչարյանն իրենց անունը չի տվել ընտրությունների հնարավոր ելքի մասին խոսելիս։ Այսօր երևում են երկու միավոր, որոնք նորմալ մտնում են խորհրդարան։ Բավական, ասենց ասեմ, շատ չեն զիջում ԿՊ-ին, բավական փոքր սենց մարժայով է ԿՊ-ն դեռ առաջ, բայց միասին այդ երկու միավորը արդեն շեշտակի ավել են, քան մեկը դուք եք, մեկը Հայաստան դաշինքն է, մյուսը Սամվել Կարապետյանի ստեղծվող կուսակցությունը։ Ըստ Քոչարյանի, վերջին սոցհարցումներն են իր հայտարարության հիմքում։ Հայաստան դաշինքն ու Սամվել Կարապետյանի ձևավորվող կուսակցությունը մյուս ուժերից բարձր վարկանիշ ունեն։ Բայց դա չի նշանակում, թե միայն այդ երկու ընդդիմադիր ուժերն են 2026 թվականի ընտրություններում հաղթահարելու անցողիկ շեմը։ Քոչարյանի հայտարարությունից հետո նրա խոսքը որոշ ուժեր հենց այդ կոնտեքստում են փորձում ներկայացնել։ Ես շատ կուզենամ, որ նաև լինի երրորդը, օրինակ, ես չգիտեմ։ Դեռ միավորներ են ստեղծվել։ Քաղաքական ուժերը, որոնք այդ խոսքը դեֆորմացնում են կամ մեկնաբանում են այլ կերպ, իրենք ուզում են քաղաքական դաշտում իրենց ներկայությունը ընդունվի առանց հանրային աջակցության, այսինքն չունեն հանրային աջակցություն, բայց ուզում են, որ, չգիտեմ, քաղաքական մյուս ուժերը համարեն, որ իրենք, չգիտեմ, կարևոր դերակատար են։ Քաղաքական ուժի կայացած լինելու գլխավոր ցուցիչը ժողովրդի քվեն է։ Առաջիկայում քվե ստանալու, որպես քաղաքական միավոր դրսևորվելու հնարավորություն է տալու վաղաշաբաթի ավականու ընտրությունը։ Քաղաքական այն ուժը, որը համարում է, որ ինքը պետք է մասնակցի ընտրական process-ի, վաղաշաբաթ խոշորացված համայնքի ընտրությունները լավագույն հնարավորությունն է, որ ցույց տալու, որ այո, մենք էլ երրորդ ուժն ենք։ Մուրազին հստակեցնում է, երրորդ ուժը դասակարգում չէ, այլ քաղաքական միավորների այն առավելագույն քանակը, որ կարող է կոալիցիոն կառավարություն ձևավորել։ Այս պահից հստակ ուղերձը կա, որ ապագա կառավարությունը, եթե էքսեր չլինեն ինչ-որ այս ընթացքում, ապագա կառավարություն լինելու է կոալիցիոն։ Նիկոլ Փաշինյանից մենք ազատվելու ենք կոալիցիոն կառավարություն։ Եվ այդ կոալիցիոն կառավարությունում կոալիցիաներ ըստ օրենքի կարող է կազմվել առավելագույն 3 ուժերի միջև։ Մուրազիի կարծիքով կոալիցիոն կառավարության երրորդ կողմ դառնալու հնարավորություն ունեն Մայր Հայաստան եւ Հայրենիք կուսակցությունները։ Համենայն դեպս ընդդիմադիր այդ երկու ուժերն են մինչև հիմա հաստատել իրենց մասնակցությունը վաղաշաբաթի ընտրություններին, որ քննություն է խորհրդարանական պայքարից առաջ։ Գյումրին ոնց որ նախերգանքն է, վաղարշաբաթի միջոցով ժողովուրդը մի քիչ ավելի լավ կբացատրի ընդդիմության ինչ ճանապարհով գնալ։ Կարծում եմ վաղարշաբաթը այդ իմաստով շատ կարևոր է։ Հանրային ճնշումը ստիպեց Գյումրիում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերին մի կողմ դնել տարաձայնություններն ու ընտանեկան հաշիվները ու միավորվել Փաշինյանի իշխանությունը հանրապետության երկրորդ քաղաքում տապալելու համար։ Առանց այս ուժերի Գյումրում իշխանափոխություն հնարավոր չէր լինի։ Գյումրիի օրինակը նաև Ռոբերտ Քոչարյանն է ընդգծում։ Բոլոր այն ուժերը, որոնք դեմ են ԿՊ-ին, պետք է միավորվեն ապագա խորհրդարանում։ Դրան այլ ընտրանք չկա ըստ երկրորդ նախագահի։ Սա այն դեպքը չի, որ դու սենց ուզում ես, չես ուզում։ Սա այն դեպքն է լինելու, որ դու ստիպված ես լինելու գնալ համագործակցության։ Հիմա եթե Գյումրիում Մարտունը եւ Վարդան Օկասյանը գնացել են համագործակցության, ոնց դա կատարվեց։ Այս ընդդիմադիր դաշտում այդ կարգի, այսպես ասենք, վերաբերմունք բացասական իրար նկատմամբ ոչ մեկը չունի։ Մուրազիի կարծիքով Ռոբերտ Քոչարյանը մի կարևոր հայտարարություն է արել 3 ասուլիսի ժամանակ։ Սոցիալական արդարության Չի բացառել, որ Հայաստանի իշխանությունը կարող է փորձել գողանալ ժողովրդի քվեն ու զգուշացրել է, ձայների գողությունը բերելու է հեղափոխության։ Հեղափոխության վտանգը, եթե երկրում կախված լինի, ոչ մեկը չի ամարձակվելու որևէ խախտումներ արել։ Սա վերաբերում է նաև ընտրակեղծիքներին, ընդդիմությունը պարտավոր է տեր կանգնել իր քվեներին։ Այն ընդդիմադիր ուժերը, որոնք ժողովրդին հրավիրում են մասնակցելու ընտրական process-ների, իրենք պետք է պատասխանատվություն ստանձնեն կամ պատասխանատվություն ստանձնեն ընտրական գործընթացի վերահսկողության վերաբերյալ եւ պիտի ասեն Փաշինյանին, որ կամ ժողովրդին պիտի ասեն, եթե ձեր ձայները կեղծվում են, մենք գնում ենք հեղափոխության։
Խորհրդարանական ընտրություններին դեռ 8 ամիս կա։ Այդ ընթացքում դեռ շատ կփոխվի քաղաքական կոնյունկտուրան։ Հայաստան դաշինքի առաջնորդը հայտարարել է, որ հունվար-փետրվարին կհստակեցվի դաշինքի անելիքը։ Ամենից պրագմատիկ ֆորմատն ենք փորձելու ընտրել։ Թերեզա Կադաևչյան, Հենրիկ Համազասպյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։